Ուրեմն պատվարժան դատան շատ կարևոր որ Գեղամզակյանի նկատմամբ նախաքննական վարույթի խափանամիջոցի հարցը քննարկման առարկա է դարձել հենց ձեր կողմից եւ ձեր կողմից կայացված որոշումը որևիցե կերպ դատախազության կողմից չի բողոքարկվել եւ ես զարմանում եմ որ հիմա հանրային մեղադրող այնպիսի դիրքորոշում արտահայտում որ ըստ էության հակասում է իրենց կողմից չբողոքարկված դատական ակտում արտահայտված դիրքորոշման եւ ինչով այդ դիրքորոշումը պայմանավորված է այսպես Խափանամիջոցի քննության ժամանակ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 3 հիմքերը այն ժամանակ քննիչի դատարանին ներկայացրել եւ եթե հնարավոր 3 հիմքերից դատարանը հնարավոր է համարել կամ ռեալ կամ ռիսկային է համարել ընդամենը մեկը այն է քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելու ռիսկը մնացած երկու հիմքերին դատարանը տվել է բացասական գնահատականը որի որոշումը պատճառաբանելով բավականին երկար փաստարկներով Ինչ վերաբերում է քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները չկատարելուն, ապա դատարան հստակ արձանագրել է, որ այս ռիսկը պայմանավորում է բացառապես նախաքննության սկզբնական փուլում գտնվելու հանգամանքով։ Ես հիմա մեջբերեմ դատարանի որոշման մի հատված, որտեղ դատարանը հստակ նշել է, ինչը պայմանավորված է նախաքննության խիստ սկզբնական փուլում գտնվելու հանգամանքով։ Այսինքն այս նախաքննության խիստ սկզբնական փուլում գտնվելու հանգամանքով պայմանավորված է միայն դատարանը տեսել քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածով սահմանված քրեադատավարական պարտականությունների հնարավոր չկատարումը որպես խափանամիջոց կիրառելու հիմք եւ այս դիրքորոշումը դատարանի այս որոշումը օրինական ուժի մեջ է եւ որևիցե կերպ դատախազության կողմից չի բողոքարկվել։ Ինչ վերաբերում է Արտուր Ավանեսյանի նկատմամբ հնարավոր ազդեցություն գործադրելու ռիսկին, ապա դատարանը հստակ սևով սպիտակի վրա արձանագրել է, որ դա եւս բացառում է Միաժամանակ դատարանը եւս բացառել է մեղադրյալի կողմից իր կամ այլ մեղադրյալների ընտանիքների անդամների նկատմամբ որևէ ազդեցություն գործադրելու ռիսկը, որը ի դեպ նախաքննական մարմինը ժամանակին եւս ներկայացրել է։ Հիմա հանրային մեղադրողը դիրքորոշում է ներկայացնում, որ որևէ բան չի փոփոխվել։ Ըստ էության ունենք դեռևս չհարցակնված վկաներ եւ այլն, իսկ նախաքննության փուլը, որ ավարտվել է, դա ըստ հանրային մեղադրողի փոփոխություն չի։ Ինչու չփոփոխություն մանավանդային կոնտեքստում, որ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ խափանամիջոցի կիրառումը պայմանավորված է բացառապես նախաքննության խիստ սկզբնական փուլում գտնվելու հանգամանքով։ Ընդ որում ես հիշեցնում եմ, որ բավականին երկար քննարկում ենք ունեցել նաև այն մասով, թե ովքեր են հանդիսանում վկաները, արդյոք նրանք որևէ ծառայողական կամ այլ կախվածության մեջ են գտնվում մեղադրյալից եւ արդյոք Գեղամզակյանի կողմից նրանց վրա ազդեցություն գործադրելը հնարավոր է եւ Ռեալ, այդ ժամանակ նախաքննական մարմինի վկաների տվյալներ չէր մեջբերում, խոսում են նաև այլ մեղադրյալների մասով, իսկ դատարանը այլ մեղադրյալների մասով այդ խնդիրը չարձանագրեց, հնարավոր չհարցակնված վկաների մասով արձանագրեց։ Այս պայմանությամբ արդեն պարզ է վկաների տվյալները։ Հիմա եկեք քննարկենք, արդյոք այդ վկաներից որևէ մեկը ծառայողական կամ այլ կախվածության մեջ է գտնվում մեղադրյալից։ Այսինքն արդյոք նրանց նկատմամբ ազդեցություն գործադրելու այդ ռիսկը, այդ գործոնը կարելի է համարել ռեալ։ Բնականաբար կարծում եմ սրա պատասխանը բարձ է ոչ միայն իր նաև դատավարության բոլոր մասնակիցների համար։ Այստեղ անգամ կարծում եմ երկար ծավալվելու անհրաժեշտություն չկա, որովհետև այդ որոշումը կայացվել է հենց ձեր կողմից է պատճառաբանվել եւ հենց ձեր կողմից է պայմանավորվել խափանամիջոցի կիրառումը բացառապես նախաքննության խիստ սկզբնական փուլում գտնվելու հանգամանքով, հենց ձեր կողմից է արձանագրվել, որ մեղադրյալի ընտանիքի անդամների կամ այլ մեղադրյալների ընտանիքի անդամների նկատմամբ ռիսկը կամ գործոնը դատարանը համարում է ոչ ռեալ եւ հետեւաբար այս համատեքստում հաշվի առնելով նաեւ նախաքննական վարույթներից կավարտված լինելու հանգամանքը որևէ անձի մեղադրյալից կախվածության մեջ չգտնվելու հանգամանքը ես կարծում եմ որ նրանց վրա օրինական ազդեցություն գործադրելու գործոնը ընդհանրապես բացակայում է հետեւաբար հենց այդ հանրային մեղադրողի կողմից ներկայացված հիմնավորումների համատեքստում գտնում եմ որ Այդպիսի խիստ խափանամիջոց, ճիշտ է ոչ ամենախիստը, այնուամենայնիվ տնային կալանքը կլինի ինքնանպատակ եւ առհասարակ չի ծառայել նպատակին։ Բացի այդ, պատվարժան դատան ես հիշեցնում եմ, որ մեղադրյալը հանդիսանում է Արցախյան Հանրապետությունից տարհանված անձ, բռնի տեղահանված անձ, այս պահի դրությամբ ճիշտ անունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բայց միաժամանակ դրանով չի դադարում բռնի տեղահանված լինել։ Այսինքն ինքը գտնում է սոցիալական շատ խոցելի վիճակում եւ տնային կալանքի տակ, շարունակական տնային կալանքի տակ գտնվելը կարող է էական ազդեցություն գործադրել նաեւ իր ընտանիքի անդամների կամ իր ընտանիքի սոցիալական կյանքի վրա։ Հետեւաբար այդ համատեքստում գտնում եմ, որ
առհասարակ կարող է մեղադրել նկատմամբ, որը խափանամիջոց չկիրառվել կամ խափանամիջոց կիրառվելու պարագայում հաշվի առնելով նաև այս գործով մյուս մեղադրյալի նկատմամբ ուսանողանտրակ մեղադրակ առաջադրած դիտելու պայմաններում հակառակ արձանագրված չլինելու հանգամանք ամենամեծ խափանամիջոցը մասնավորապես բացակայելու այլ